արագաշարժ եմ ու ինձ դա շատ է տենց օգնում։ Իմ պապան թեթև ատլետիկ էր, նաև պահեստազորի ավագ լեյտենանտ։ Պապան միշտ իմ համար եղել է այն մարդը, որ պիտի միշտ նմանվեմ իրան։ Հիմա ինձ խոսք եմ տվել, որ չեմ ընկճվելու։ Հայկը շատ է տենց նկարներով բանում, ասում է ես էլ եմ ուզում իմ պապան իմ հետ լինի, ասում է խի բոլորը ունեն, ես չունեմ։ Հայկը ուներ շատ գանգուր խուճուճ երկար մազեր։ Այդ ամառը երևի ամենադժվար ամառն էր։ Այստեղ ընկերներ ունեմ, ոչ մեկ բան չի ասում, որ դու Արցախից ես եկել ես։ Սաղ լավն են, եթե արդարությունը լինի, արդեն ամեն ինչ իր հունով կգնա։ Պատկերացնում եմ մեծանամ, ինչեր եմ կազմակերպելու կամ օրինակ հայորդին եմ օգնելու։ Արցախը դրախտավայր է։ Ես Ռուզաննան եմ, 13 տարեկան, Արցախից, Ստեփանակերտից։ Զբաղվել եմ շատ տարբեր սպորտաձևերով, 8 տարի զբաղվել եմ պարով, հիմա թեթև ատլետիկայով, զբաղվել եմ նաև լողով ու նկարչությամբ։ Ռուզաննա, ինչու ես ընտրել հենց թեթև ատլետիկան, ինչու լողը, ինչու թեթև ատլետիկան ես հենց ընտրել։ Որովհետև թեթև ատլետիկայի մեջ ես ինձ հանգիստ եմ զգում, արագաշարժ եմ ու ինձ դա շատ է տենց օգնում։ Ու նաև իմ պապան էր թեթև ատլետ, շատ մեդալներ ու պատվոգիրներ ունի, մենք բերել ենք մեր հետ Արցախից։ Միշտ նայում եմ, տենց իմ ու իր քանակը տենց մեդալների ու պատվոգրերի հետ հաշվում եմ։ Հավասարվել եք արդեն։ Դեռ չէ։ Դեռ շատ ունես պապային հասնելու համար։ Մեդալներին քիչ է մնացել, բայց պատվոգրերին չէ, պատվոգրերը մենակ սպորտային չի, ուսման, օլիմպիադայի, նկարչության, տենց պատվոգրեր էլ ունեմ։ Քո հայրիկն է քո իդեալը։ Հա։ Ով է նա, կպատմես հայրիկի մասին մի քիչ։ Իմ պապան Արմեն Դոլուխանյանն է, զոհվել է 20 թվականին 44-օրյային նոյեմբերի 1-ին։ Իմ պապան թեթև ատլետիկ էր, նաև պահեստազորի ավագ լեյտենանտ, դասավանդում էր նաև տարբեր դպրոցներում որպես զինղեկ, վերջի տարիներին 11-րդ դպրոցում, ավագ դպրոցում։ Իմ պապան իմ համար շատ կարևոր մարդ էր, ես միշտ որ դպրոցից գալիս էի, ինքը ինձ ասում էր դոչաս եկել է, միշտ որ նոլովկա էի գնում, ինքը ինձ ուշ էր տանում դպրոց, իր հետ տանում էր, իր դասերին նստացնում, հարցնում ում ինչ գնահատենք։ Պապայի մասին շատ բաներ կարամ խոսեմ։ Խոսիր։ Պապան միշտ իմ համար եղել է այն մարդը, որ պիտի միշտ նմանվեմ իրան։ Սա ինքը տենց էր ասում, տղերքը հեչ, ես եմ կարևորը։ Այն 20 թվականին, որ դպրոցում ենք, ինքը զանգեց մամային, ասեց, որ կարևորը իմ ուսումով զբաղվեմ, ու դրա համար ես ձգտեցի, որ քննություններս հանձնեմ ու ճեմարանում ընդունվեմ։ Այսինքն ինքը զգում էր, տենց մամային, որ զգուշացրե, ինչ-որ բան էր զգում քո կարծիքով։ Ես չգիտեմ, բայց ասեց, որ կարևորը ես իմ ուսումը լավ շարունակեմ։ Եվ դու դա անում ես, պապայի վերջին պատգամներ քեզ, հա։ Հա։ Կա մի բան, որ դու պապան գիտեք ու միջև հիմա նույնիսկ մամային չես ասել։ Տենց հատուկ բան չգիտենք, չէ, սաղ մամայի հետ էլ ենք կիսվում, ամեն ինչ, բայց ինքը միշտ առաջինը ինձ էր ասում, հետո արդեն մամային ու մնացածին։ Շատ ես կարոտում։ Շատ, հա։ Երբ կարոտում ես, ինչ ես անում։ Իմ հետ եմ խոսում մտքում, կամ նկարներն եմ նայում, տենց։ Ինչ ես խոսում։ Դե իմ հետ տենց Հարցեր ես տալիս, թե դու ես պատմում քո մասին։ Չէ, հարցեր եմ տալիս ինքս ինձ, թե ինչ կլիներ, եթե ինքը հիմա իմ հետ լիներ։ Դե հետո նենց նկարներով ու վիդեոներով։ Ինչ կլիներ, Ռուզաննա։ Դե հիմա ինչքան դժվարություն կա, սաղ կարայինք հաղթահարեինք իր հետ, ավելի հեշտ, որտեվ ինքը միշտ տենց հույս էր տալիս մեզ։ Դե ամեն ինչ իմ հետ կատարվում էր, ինքը նենց ինձ դուխ էր տալիս, էլի տենց ոչ մի չէր թողում երբեք ընկճվեի, միշտ իմ հետ էր լինում։ Հիմա շատ ես ընկճվում։ Ինչ պահերի ես ավելի շատ ընկճվում։ Չէ, ես հիմա ինձ խոսք եմ տվել, որ չեմ ընկճվելու, պապայի այդ սաղ գործերը սաղ շարունակելու եմ։
չէ, կյանքում չեմ ընկճվի ու չեմ ասի, որ իմ հետ սենց դեպք եղավ, այլ ամեն իմ հաջողության մեջ կասեմ, որ պապան է սաղ, ու ես իր համար եմ այս ամենը անում։ Դու զգում ես իր ներկայությունը։ Շատ, միշտ մրցումներում, որ հաղթում եմ, նենց ասում եմ, սաղ դու ես, մի անգամ էլ 27-ին, որ պատերազմ եղավ, այդ ժամանակ մի քանի տարի անց, 2025 թվականին Ջեմարանում մրցույթ էր վազքի հերոսների համար էր այդ ամենը, ու այդ օրը հենց ես առաջի տեղ բռնեցի 600 մետրներ, վազեցի ու առաջի տեղ բռնեցի։ Դրանից հետո էլ արդեն պատերազմի վերջի օրերին, այդ նույն 25 թվականին ես էլի մրցումների էլ գնացել, մի կիլոմետր էի վազել, 3-րդ տեղ էի բռնել ու տենց չգիտեմ պատահականությունը թե ինչ, որ հենց այդ օրերին եմ ես հաղթել մրցումներում։ Օգնեց քեզ։ Ինձ օգնեց, հա։ Ռուսաննա, պապայի զոհվելուց հետո ձեր ընտանիքը ստիպված եղավ եւս մի դաժան փորձության միջով անցնել, քո եղբայրը ծանր հիվանդություն ախտորոշվեց նրա մոտ, ինչպես կարողացավ ձեր ընտանիքը հաղթահարել նաև այդ դժվարությունը, կպատմես մի քիչ, եթե ուզում ես այդ մասին խոսել։ Մեր ընտանիքում բոլորը ասում են, որ Հայկը մեր պապայից հիշողությունն է վերջին։ Քանի տարեկան էր Հայկը, երբ պապան զոհվեց։ 5 ամսեկան էր։ 5 ամսեկանը նոր լրացավ, որ ամսի 27-ին սկսվեց, ամսի 28-ին դառավ 5 ամսեկան։ Հիմա Հայկը շատ է այդպես նկարներով բանում, ասում է ես էլ եմ ուզում իմ պապան իմ հետ լինի, ասում է խի բոլորը ունեն, ես չունեմ։ Հայկի հետ Բա ինչ ես ասում այդ պահերին։ Ես չեմ խոսում, մաման է իր հետ խոսում դրա մասին։ Ասում է, որ ինքը երկնքից է նայում։ Տենց Հայկը, որ հիվանդացավ, սկզբից չգիտենք դրա մասին, հետո որ արդեն անալիզներ հանձնեցինք, իմացանք, այդ մայիսի 5-ին էր, հիշում եմ, հետո որ արդեն պարկեց բան, չգիտեն, ես չգիտեի, դպրոցից էի գալի, մաման զանգեց, ասում եմ, մի 2 շաբաթով տուն չենք լինելու, բայց չգիտեի էլի, որ հենց քաղցկեղն է ու դա շատ երկար է տևում, Հայկը ուներ շատ գանգուր խուճուճ երկար մազեր, բայց կարանք իր այդ մազեր թափվելու պրոցեսը կարացինք հաղթահարել, բան չասեց ինքը դրա մասին չխոսեց, չասեց ինչ որ բան, հետո մաման ասեց քո ծննդին էլ չենք լինելու տանը։ Քո ծննդին։ Հա, իմ ծննդին չենք լինելու էլի տանը, ու հետո դրանից հետո հասկացա, որ այդ հենց քաղցկեղն է, որ տենց տեսնում են բոլորին, ու ասեցինք դե սա էլ ենք հաղթահարելու, այդ ժամանակ ամառ էր, այդ ամառը երևի ամենադժվար ամառն էր, որովհետև ինչ որ տեղեր չէին գնում, տենց միշտ Հայկի համար էինք ամեն բան անում, բայց ես չեմ բողոքում, որովհետև գիտեմ իմ աղբերն է, որ իր համար եմ արել։ Ընկեր Վաչեի ու հայորդի շնորհիվ, ընկեր Վաչեն ինչքան է մեզ օգնել, որ այդ Հայկի բանը շուտ հաղթահարենք, թեթև հաղթահարենք, ինքը ամեն պարագայում մեր հետ էր, ինչ հարց ասես, անհնարինն էլ անում էր մեր համար, Հայկի համար, որ Հայկը շուտ ապաքինվի։ Հայկը շատ է ասում ընկեր Վաչեին, նենց շատ է ուրիշ ձև սիրում, ընկեր Վաչեն էլ Հայկին, ու տենց ընկեր Վաչեն ու հայորդի թիմը շատ են օգնել մեզ, որ Հայկոն շուտ ապաքինվի, ու հիմա Հայկը արդեն պահպանողական փուլում է, գնում է անալիզները հանձնում գալիս ու սկզբից միշտ լացում էր անալիզի ժամանակ, որ վերցնում էին մատից բանից, բայց հիմա արդեն չէ, որովհետև արդեն հարմարվել է ու երբեմն ասում եմ ուզում եմ գնամ այդ հիվանդանոցի խաղասենյակում խաղամ, այնտեղ ընկերներ ուներ, տենց, բայց հաղթահարեցինք արդեն։ Ընկեր Վաչեն գիտենք լավ բարեկամ է, նաև ճամբարի լավ պետ է, եթե դու լինեիր ճամբարի տնօրեն, ինչ կփոխեիր այս ճամբարում։ Ոչ մի բան չէի փոխի, որ այդ օրինակ այդ ամառը, որ Հայկը հիվանդ էր, այդ որ եկաստեղ այդ միակ ձևն էր, որ ես ցրվել էի ու այդ մի ամիս այդ 5 օրը ամենալավ օրներ ամառային, հիմա էլ եմ շատ ուրախ, որ եկել եմ ու ոչ մի բան չէի փոխի։
անգամ ես ինձ մամայի հետ եմ խոսում, ասում, մամ, գիտես առաջի անգամ ստեղ եմ սովորել գործ անելը ու արդեն տանել տենց օգնում, բայց ասում եմ, մամ, առաջի անգամ ստեղ եմ սովորել գործ անելը։ Ինչ ես սիրում անել ամենաշատը եւ ինչ չես սիրում անել։ Դե տենց գործ անելը չեմ սիրում, բայց պիտի անեմ, գիտեմ, որ պիտի անեմ, ոչ թե ստիպված եմ, այլ իմ համար է։ Ընկեր Վաչեն էլ անգամ ասում է, ու ես էլ եմ հասկանում, մենք բոլորս հասկանում ենք, որ այս ճամբարը մեր համար է, որ ապագայում մեծանանք ու մենք կարանք մեզ պաշտպանենք, ինքներս մեզ պաշտպանենք ամեն ինչից ու ինչ որ պարագայում եթե հանկարծ մենակ մնանք, կարանք հաղթահարենք այդ մասը։ Եթե Արցախը մեկ բառով նկարագրելու լինեիր, ինչ բառ կասեիր։ Դրախտավայր։ Իսկ եթե Հայաստանը մեկ բառով նկարագրելու լինեիր։ Դե էլի դրախտավայր։ Հա, չէ, իմ համար Հայաստանն ու Արցախը չեն տարբերվում, ճիշտ է։ Հիմա ուրիշ ձև է, քան Արցախում։ Ինձ Արցախում ավելի հանգիստ էի զգում, դե դա բնականաբար տենց պիտի լինի, որովհետև երկար տարիներ այնտեղ եմ ապրել ու հետո եկել եմ ստեղ։ Ստեղ ընկերներ ունեմ, ոչ մեկ բան չի ասում, որ դու Արցախից ես եկել ես, սաղ լավն են, Ջեմարանում էլ… Ինչու հատկապես շեշտեցիր, որ ոչ ոք չի ասում, որովհետև շատ մարդկանց գիտեմ, որ տենց են ասում, դպրոցում էլ, բայց Ջեմարանում որ եկա, Ջեմարանում ես շատ բաց դիմավորեցին ու մեր Արցախի թիմը, նաև Արցախի դասարանը մնացել է նույն ձև, բայց շատ ուրախ եմ, որ հենց Ջեմարան եմ եկել ու մեզ տվել են այդ երկրորդ հնարավորությունը, անգամ այնտեղ գիտենք, որ մեծ ծախսեր են սովորելու համար, բայց հատուկ մեր համար էլի տենց բարեգործեր են գտնում, որ մեզ օգնեն, որ մենք սովորենք մեր ուսման հարցում։ Ջեմարանը շատ բան է փոխել իմ մեջ, այնտեղ եմ առաջի անգամ մասնակցել օլիմպիադաների բանի ու զգացել հաղթանակը ինչ է։ Հա, այնտեղի միջին դպրոցի տնօրենը Տաթևիկ Արզումանյանը միշտ իմ հետ նենց ասում է դու ամեն ինչի կարաս հասնես բան, այն լավագույն սան միշտ հանձնում են ամեն ամիս, որ հանձնում են էլի ասում է էլի Ռուզաննան ստացա բան ու նենց ուրախ է ասում, տենց, հա ամեն ինչ լավ է այնտեղ։ Ռուզաննա, ինչ է նշանակում լավ ընկեր լինել։ Լավ ընկեր լինելը այդ հավատարիմ լինելն է, ամեն պարագայում օգնելն է, ես որ եկել եմ ստեղ այդ ընկերը ձեռք են բերել, Արցախցի է էլի, ինքը էլ մեր Ջեմարանի այդ աշակերտներից է, ճիշտ է, ինքը հիմա վերջի ամիսներին գնացել է ուրիշ տեղ, բայց ես հենց իրա մեջ եմ գտել այն իսկական ընկերը, որի մեջ է, ես անգամ եթե ինչ-որ բան մամային չեմ ասում, իրա հետ է միշտ կիսվում, ինքն էլ իմ հետ։ Որ հատկությունն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ։ Հավատարմությունը ու հոգատարությունը։ Եթե 3 բառով նկարագրելու լինեիր քեզ, ինչպես քեզ կնկարագրեիր։ Պայքարող, կասեմ հավատարիմ, որտեվ ես չեմ սիրում, որ ընկերները իրար հետ կամ մարդիկ իրար հետ տենց վատ են բանամ, կամ ուղակի հետո մեջքի հետևից խոսում, իմ համար դա չի իմ համար։ Ու երևի կամքի ուժ ունեցող։ Եթե կարողանայիր աշխարհում ինչ-որ բան փոխել, ինչ կփոխեիր։ Մեկ բան։ Արդարությունը։ Անարդար է աշխարհը։ Ահա, շատ։ Շատ անարդար է։ Եթե արդարությունը լինի, արդեն ամեն ինչ իր հունով կգնա, մնացած բոլոր բաներն էլ կփոխվեր։ Եթե քեզ 10 վայրկյան տային աշխարհին դիմելու համար, ինչ կասեիր։ Որ մարդկությանը բացատրի ինչ է իսկական մարդը։ Եվ իսկական մարդը դա այդ իմ ասած հատկանիշներով մարդն է, որտեղ շատ մարդիկ կան, իրար սիրում են, մեջքի հետևից խոսում կամ չգիտեմ, տենց շատ մարդիկ կան ու դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Որն է այն փոքր գործը, բայց լավ գործը, որ կարող ես անել ամեն օր։ Հայրենիքի համար ծառայել։ Օրինակ ես ասում եմ, եթե մեծանամ, էլի այս երեխեքի համար, որոնք իմ ցավով են կիսում, իրանց համար էլի ամեն ինչ կանեմ։ Օրինակ պատկերացնում եմ մեծանամ, ինչեր եմ կազմակերպելու կամ օրինակ հայրենիքին եմ օգնելու, ամեն հարցում ես այս երեխեքին ուզում եմ շատ օգնեմ։ Տենց բան եմ պատկերացնում։
Արի ես բարեր ասեմ կամ բառակապակցություններ դու շարունակիր։ Արցախը, Դրախտավայր է, Հայաստանը, չնաշխարհիկ, ընտանիքը ինձ համար, ամենակարևորն է, ընկերը նա է ով կիսում է ցավդ, ուժեղ մարդը, չի ընկճվում, երջանկությունը այն է, երբ մարդիկ քո հետ են միշտ, հայ լինելը նշանակում է, լինել ուժեղ, եւ վերջում, եթե քո սիրտը մի փոքրիկ ջամբրուկ լիներ, ինչ 3 բան միշտ կպահեիր նրա մեջ։ ընտանիքիս, պապայի հետ, նաև ընկերներիս ու Արցախը։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Արի գրկեմ քեզ։